Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել։ Այս մասին մայիսի 16-ին առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, նշելով, որ սահմանազատման գործընթացում գծվել է սահման, որի մի կողմում Հայաստանի տարածքն է, մյուսում Ադրբեջանի։ Ավելի առարկայական, նախ եկեղեցին Ադրբեջանին չի անցել սահմանազատման գործընթացի շրջանակներում սահմանի գիծն անցնում է եկեղեցուց հնարավորինս հեռու։ Ինչ վերաբերում է տարածքներին, ապա մինչ այս պահը այդ տարածքներում զինված ուժերն էին ծառայություն իրականացնում և դրա պատճառով, որտեղ դիրքեր կան, համայնքներն այդ հողերին հասանելիություն չեն ունեցել, ասել է նա։ Ստրասբուրգում էր Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ողջունել է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը, այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ Ադրբեջանում բանտարկված Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների ազատ արձակման հարցով մայիսի 17-ին դիմել է միջազգային հանրությանը։ Բաքվի դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Արկադի Ղուկասյանի կալանքը։ Վարդանյանի ընտանիքը նշել է, որ 8 ամիս շարունակ Ադրբեջանի իշխանությունները արհամարել են միջազգային իրավունքը և մարդկային արժանապատվությունը նախկին պետնախարարին, պահելով անազատության մեջ առանց դատավարության և պատշաճ գործընթացի։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է։ Այս մասին մայիսի 17-ին Անկարայում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Վրաստանը որպես տարածաշրջանային երկրներ կշարունակեն համագործակցությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման համար։ 3 հայ կինոգործիչներ միացել են Եվրոպական կինոակադեմիային։ Կինոակադեմիայի շարքերն այս տարի համալրել են 462 նոր անդամներ, այդ թվում ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը Հայաստան, ռեժիսոր և պարուսույց Կոստա Կարակաշյանը Բուլղարիա, պրոդյուսեր Հասմիկ Ավետիսյանը Հայաստան։ Ներկայումս Եվրոպական կինոակադեմիայի անդամ է 4600 կինոգործիչներ 52 երկրներից։ Եվրատեսիլ 2024-ում Հայաստանը ներկայացրած Լադանիվա խումբը նոր տեսահոլովակ է նկարահանել։ Որպես շնորհակալություն բոլորից սիրո և աջակցության համար մենք ցանկացանք կիսվել այս երգով, որը նկարահանել ենք Հայաստան մեր վերջին ուղևորության ժամանակ, ասված է հոլովակի խորագրում։ Տարբերեքու Հայաստան է կողմը ջան, հոգու տոտը գալիս է